Չնայած մենք կանգնած ենք մի աշխարհում, որտեղ վճռական խոսք ունի ասելու Էմանուել Մակրոնը եւ Զելենսկին։ Այս աշխարհում հիմա հետ ընտրական Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհում երկու ֆիգուր կա աշխարհակաղակական թատերաբեմում, որի վճռական խոսքը ազդեցություն կարող է ունենալ։ Էմանուել Մակրոն, Վլադիմիր Զելենսկի։ Ինչ առումով Մակրոնի խոսքը կարող է վճռորոշ լինել Եվրոպայի Եթե անվտանգության։ Մակրոնը կարողացավ համաեվրոպական 3 պետությունների հզորության հիմքի վրա համաեվրոպական անվտանգային դաշինք ձևավորի ՆԱՏՕ-ին զուգահեռ, այսինքն Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կոնսոլիդացրած ուժերով համաեվրոպական անվտանգային համակարգ ձևավորի Եվրոպայում, կարողացավ սնուցի Ուկրաինայի կարիքները, ապա Միացյալ Նահանգները հետ կգա։ Եվ դրան զուգահեռ, եթե Զելենսկին չհանձնվի, իսկ Զելենսկին չի հանձնվում, կռվում է։ Նշանակում է Էմանուել Մակրոնն ու եւ Զելենսկին կարող են ստիպել Միացյալ Նահանգներին դիրքորոշում փոխել։ Իսկ եթե Միացյալ Նահանգները դիրքորոշումը փոխեց, հետ կանգնեց այն մտքից, որ լինի պարտված, ջախջախված Ռուսաստան եւ տուժած Ուկրաինա, տուժած Եվրոպա, այլ լինի պարտված Ռուսաստան, ջախջախված եւ հաղթող Ուկրաինա, Եվրոպա եւ Ամերիկա։